Սիրելիներս, բարի եկեք ել Աստծո տունը։ Այսօր գիտեք հատուկ օր է, չէ՞, հայրերի օրն է։ Ուրեմն տան գլուխը ով է? Հայրը։ Հոր գլուխն ով է? Հայր Աստված։ Ուրեմն այն տան գլուխը, որ իր հայրը, Հայր Աստվածն է, շատ բախտավոր ընտանիք է, որով Աստված սեր է սփռում մեզի։ Եվ եթե հայրը նշան է, Հայր Աստծո, պետք է հնազանդ լինի Տերոջ խոսքին եւ խոնար։ Եվ այդպես որ Աստված սիրում է իր զավակներին, հայրն էլ պետք է իր զավակներին սիրի լիովին։ Աստծո խոսքն ասում է, որ միք բարկացնել ձեր երեխաներին։ Հարկանքը վերադառնում է հորից, եթե հայրը հարկանքով եւ սերով է լինում, զավակներն էլ անխտիր դա տեսնում, սովորում եւ հաշկում են իրենց ծնողներին եւ հորը։ Հայրը մեծ դեր ունի ընտանիքի մեջ։ Ուրեմն այսօր թե փառաբանությունով եւ թե աղոթենք, որ ամեն ընտանիքի գլուխը լինի Աստծո զավակ, որով շատ դժվար է, եթե տան գլուխը Աստծուն չունի եւ շեղված ճանապարհներով է գնում, ուրեմն ընտանիքն էլ քայքայվում է։ Այսօր հատուկ աղոթենք մեր սիրելի հայրերի համար։ Իրենց համար առողջություն ենք ցանկանում, զորություն ենք ցանկանում եւ իմաստություն, որ իրենց կյանքը իմաստությունով վարեն։ Հայր Աստվածը, շնորհակալ եմ այս պահի համար։ Շնորհակալ եմ սիրելի քույրերիս ու եղբայրներիս համար, շնորհակալ եմ, որ նորից առիթ ենք գտել, գանք ազատորեն քեզ պաշտենք, մեծարենք, գովերքենք, օրներքենք ու փառաբանենք։ Այսօրվա պաշտամունքը, ժողովը տալիս եմ քո սուրբ ձեռքերիդ մեջ, Հայր Աստվածս, եւ ուզում եմ, որ ամենից օրհնես Տեր Աստված ջան, եւ լիքը ձեռքով տուն վերադառնանք։ Եվ դու փառավորվես Տեր Աստված ջան մեր կյանքերում։ Փառքը շատ լինի միջև հավիտյան, Հայր Որդու եւ Սուրբ Հոգու անունով խնդրեցի, ամեն։ Աստված
աշխարհը ցնցվի թող դժոխք կքանդվի թող քո լույսը հոզորացներ քո բանակը կանգնեցի Համար քո սիրո մասին մենք կերկենք քո անունը կմեծարենք քո մասին սիրո մենք կերկենք քո անունը կմեծարենք Դե եկեք նրան փառաբանենք, սվարճանքով երգենք բարենք Դե եկեք նրան փառաբանենք, սվարճանքով երգենք բարենք Հալելույա, ամեն Օրհնում ենք անդադար Տիրոջը, իր հրաշալի գործի համար, որ կատարել է մեր կյանքերում, փրկել է մեզ դժոխքից ու մահից ու ցավից Աստված, որնենք քեզ անդադար Հրաշալի քո փրկության համար Քո սիրո մասին մենք կերկենք Քո անունը կմեծարենք Քո սիրո մասին մենք կերկենք Քո անունը կմեծարենք Նա լցրեց մեզ ցնծությամբ Նա հարճևենք Հզորենք մեծ ուրախությամբ Դե եկեք նրան փառաբանենք, սվարճանքով երգենք բարենք Դե եկեք նրան փառաբանենք, սվարճանքով երգենք բարենք Մեր փրկիչը հաղթել է, պետք է ուրախանանք, չէ՞, ուրախացիր ողջ երկիր, փրկիչը մեր հաղթել է, ամեն Փրկիչը մեր հաղթել է, Աստծուն փառաբանի Ուրախացիր, ողջ երկիր, Փրկիչը մեր հաղթել է, Աստծուն փառաբանի Վերցեց նա մեր ցավերը, մեղքերը մեր ներեց, լցրեց հույսով սրտերը, և ցնծության յուղով Վերցեց նա մեր ցավերը, մեղքերը մեր ներեց, լցրեց հույսով սրտերը, և ցնծության յուղով ոցեց Ուրախացիր, ողջ երկիր, Փրկիչը մեր հաղթել է, Աստծուն փառաբանի Ուրախացիր, ողջ երկիր, Փրկիչը մեր հաղթել է, Աստծուն փառաբանի Վերցեց նա մեր ցավերը, մեղքերը մեր ներեց, լցրեց հույսով սրտերը
փոփոխեց Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է, որ հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է, որ հոգ է տանում ինձ համար Տերը հոգում է կարիքները սիրում է զորությամբ և փառքիլիությամբ Նա փայլում է ինձ վրա և օրհնում է անդադար Նա հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան Նա հոգ է տանում ինձ համար Հիսուս Քրիստոսը իմ բժիշկն է, որ հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան Հիսուս Քրիստոսը իմ բժիշկն է, որ հոգ է տանում ինձ համար Տերը հոգում է կարիքները սիրում է զորությամբ և փառքիլիությամբ Նա փայլում է ինձ վրա և օրհնում է անդադար Նա հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան Նա հոգ է տանում ինձ համար Եհովա հիր է իմ Աստվածն է, որ հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան Եհովա հիր է իմ Աստվածն է, որ հոգ է տանում ինձ համար Տերը հոգում է կարիքները սիրում է զորությամբ և փառքիլիությամբ Նա փայլում է ինձ վրա և օրհնում է անդադար Նա հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան Նա հոգ է տանում ինձ համար Նա հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան Նա հոգ է տանում ինձ համար Հալելույա Փառք Տեր մեծ ծափ Տիրոջ համար այո փառք Ամեն Փառք Տիրոջ Զորությունը Իսրայելի Զորությունը Իսրայելի Իր ձայնը պիտի լսվի Իր խոսքի ուժի մեջ Զորությունը Իսրայելի Նա է զորությունը Իսրայելի Զորությունը Իսրայելի Իր ձայնը պիտի լսվի Իր խոսքի ուժի մեջ Զորությունը Իսրայելի Ջև են միշտ պարում, և համրերը քո անվան են երգում Նա կույրին տալիս է աչք տեսնելու Եվ
միշպարում Եվ համրերը քո անվան են երգում Նա կույրին տալիս է աչք տեսելու Եվ խուլերին ագաժերը լսելու Կաղերը թշկոտում քո արջև են միշպարում Եվ համրերը քո անվան են երգում Հալելույա փառքդ շատ էր Փառքդ շատ էր Փառքդ շատ էր Քույրերին աչք ես տալիս, խուլերին ականջ, կաղերը թշկոտում, քեզ փառաբանում, փառավորում ու մեծարում են։ Փառքդ շատ լինի Տեր։ Փառքդ շատ լինի Տեր։ Հալելույա։ Արժանի ամենամեծ փառքերի ու գովասանքի Տեր։ Փառք տանք գոհունակ սրտով, փառք տանք Աստծո Փառք տանք իր որդուն համար Հիսուս Քրիստոսին Փառք տանք գոհունակ սրտով Փառք տանք Աստծո համար Փառք տանք իր որդուն համար Հիսուս Քրիստոսին Եվ հիմա տղարներն են զորացած Անկացներն են բարձրացած Տիրոջ շնորհքն է կատարված մեզ վրա Եվ հիմա տղարներն են զորացած Անկացներն են բարձրացած Տիրոջ շնորհքն է կատարված մեզ վրա Ամեն իր որդուն համար Հիսուս Քրիստոսին փառք տանք
սրտով փառք տանք Աստծո համար փառք տանք իր որդուն համար Հիսուս Քրիստոսին եւ հիմա տգարներ նեն զորացած անկացներ նեն բարձրացած Տիրոջ շնորհ ներկատարված մեր վրա եւ հիմա տգարներ նեն զորացած անկացներ նեն բարձրացած Տիրոջ շնորհ ներկատարված մեր վրա Տիրոջը իրա գողունակ սրտի համար որ ընկածներից բարձրացրել է մեր մեղքերը ներել է մեզ փրկել է փառքը շատ է շնորհակալ ենք Հայր Աստվածս Փառք Հիսուսին, ամեն, Տերը բարի է, ամեն, կուզենամ միասին ես նախադասությունը կրկնենք, մեկ չել եղբայր, եթե իմ ձայնը էքոն անջատեք, շատ շնորհակալ կլինեմ, Տերը բարի է, և ամեն ժամանակ, Տերը բարի է, Երբ որ նայում ենք, տեսնում ենք աշխարհի մեջ խառն ու շփոթ վիճակ կա, հիշեցեք, որ Տերը բարի է։ Երբ որ բժիշկը գալիս է եւ ձեզ ասում է հույս չկա, հիշեցեք, որ ինչ Տերը բարի է։ Երբ որ տեսնում եք, որ մարդիկ սերի փոխարեն արդեն սառնություն է գալի տեղը, իմացեք, որ Տերը նույնպես բարի է մնում, չի փոխվում։ Աստծո խոսքն ասում ինչ որ ասած, եթե էլ մարդը անհավատարիմ լինի, Տերը նորից հավատարիմ է։ Ամեն։ Մենք այսպիսի Տիրոջն ենք հետևում։ Այսպիսի Տիրոջն ենք պաշտում։ Եվ հիմա գրավիրենք երեխաներին կան առաջ, Փառք Հիսուսին։ Բրավո երեխաներ։ Ոնց եք երեխեք։ Գիտեք այսօր ինչ ենք տոնում։ Ինչ ենք տոնում այսօր։ Father's Day, բրավո, այո, վերցափարություն, այո, և գիտեք երեխաներ, Աստծո խոսքն ինչ է ասում, ինչպես պետք է լինեն երեխաները, հայրիկների, ապրես, դու ասիր բարի, որ սիրեն, այո, և ինչպես ենք սիրում մեր հայրիկներին, ով է կարող ասի, որ Հիսուսին ենք լսում ասեց, բրավո, ամենը ճիշտ ասեցիք, այո մի բան, որ Հիսուսի խոսքը կատարում ենք, ամեն, բրավո, Գիտեք ժողովուրդ ջան, մեր գործն է, իբր թե ծնողներ, որ այդ Աստծո խոսքի բարի սերմը ցանենք երեխաների սրտերի մեջ։ Գիտեք, կարող է այդ մոմենտին, որ այդ ցանում ենք, երեխան կարող է չընդունի։ Բայց հետո Աստված աշխատում է իրանց սրտի մեջ եւ աճում է եւ տեսնում ենք արդյունքը, որ իրանք Աստծո խոսքը գիտեն եւ իրանք գնում են ճիշտ ճանապարհի մեջ։ Փառք Հիսուսին, կուզենամ միասին աղոթենք։ Տեր իմ Հիսուս ջան, գալիս ենք քո ներկայության մեջ, շնորհակալություն ենք հայտնում այս գեղեցիկ օրվա համար։ Շնորհակալ ենք, որ դու սիրում ես եւ քո սերը դրել ես մեր սրտի մեջ։
Քո սերը, որ ինչ լայն է, ինչ խորն է, ոչ մի սեր չկա այս աշխարհի մեջ, որ քո սիրուն է նմանվում։ Քո սերը մեզի տանում է խաղաղության մեջ։ Քո սերը հույս է տալի մեզ։ Եվ երբ որ մնացածը թողնում են, դու նույնպես քո սերը չես թողնում մեզ։ Մեր հետ ես դու, եւ ասեցիր մինչեւ աշխարհի վերջը դու մեր հետ ես։ Շնորհակալ ենք, կաղոթենք այս երեխաների համար, իրանց մտքերը եւ իրանց սրտերը պատրաստես, որպես ընդունեն քո խոսքդ եւ կատարողներ լինեն, որպես քո օրհնությունը լինի իրանց կյանքի վրա, ամբողջ իրանց կյանքի օրերում։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում եւ օրհնում ենք իրանց։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ երեխաներ, գնացեք Մարիամիկի հետ եւ ձեր դասը ձեզ կտա Փառք Հիսուսին։ Տերը բարի է։ Ամեն։ Ամեն։ Գիտեք սիրելիներ, այսօր ինչպես գիտեք Ամերիկայում հայրերի տոնն է եւ իմ խոսքն էլ հայրերի մասին է։ Եվ ինչպես որ գիտեք մեր հայրը ինչ է ասում, ամենահայտնի խոսքը Աստվածաշունչի որն է, որ ինչ եղավ, այո, մեր հայր Աստվածը իր սերը ցույց տվեց, ամեն իր գործերի մեջ տեսնում ենք իր սերը Աստծո, եւ այսօր էլ մենք նույնպես ուզում ենք սեր ցույց տանք մեր հայրերին։ Եվ առաջի հայրը մեր որ մեր հայրն է։ Այո, մեր հայրն է, որ երկնքումն է։ Ամեն։ Եվ մեր հայրը, որ երկնքումն է, ամենից շատ ինչ է ուզում։ Կարող եք ասեք։ Առաջի եւ ամենակարևոր պատվիրանը որն է։ Այո, տեսնում ենք սիրով է սկսում, սիրելիներ։ Եվ Հիսուսը այսպես է ասում, որ այսպեսի կճանաչեք, որ մեկը իմ աշակերտներն է, որ ինչ, որ սիրում է։ Եվ ասում է դուք կճանաչեք մարդկանց իրանց պտուղներով։ Եվ որն է ամենակարևոր պտուղը։ Սերը։ Ասում է հույս, հավատք եւ սեր, սերն ամենակարևորն է։ Սիրելիներ, ինչպես որ միշտ ես ձեզ ասում եմ, որ պետքա քննենք մեր սիրտը։ Եվ տեսնենք իրոք այդ սերը կա։ Որտեղ որ առանց սերի շատ սառն է այս աշխարհը։ Գիտեք, երբ որ մենք նայում ենք աշխարհն այսօրում, տեսնում ենք իր սառնությունը։ Տեսնում ենք ինչպես պատերազմների մեջ են գնում երկիրները։ Այս վերջերը լսեցինք, որ Իսրայելը հարձակվեց Պարսկաստանի վրա եւ Պարսկաստանն էլ ինչ ահավոր քայլեր եւ խոսքեր են խոսում եւ ամեն սրանց մեջ մենք հասկանում ենք, որ սեր չկա աշխարհի մեջ։ Իրանք դավանում են, որ սեր ունեն, բայց այդ սերը Աստծո սերը չի։ Եվ Աստծո բացակայությունը այդ սերի տեսնում ենք, որ այս պտուղներն է բերում։ Այս պտուղները, որ ասում է վերջի օրերում մարդու սերը կսառի։ Եվ դրա փոխարենը ինչ կլինի։ Եսակենտրոնություն, իր հաճույքի հետևից կգնա մարդը։ Ուրեմն մենք հեռվանում ենք աշխարհից եւ մոտ կանում ենք Աստծո սիրուն։ Ամեն։ Եվ կուզենամ ձեզ մի հատ կարճ բան ես ձեզ ասեմ, պատմություն ասեմ, որ
հասկանանք իրոք սերն ինչ է։ Պատկերացրեք մեկ վայրկյան, որ դուք ամեն մեկդ հայր եք, եւ դուք տղա ունեք, եւ այս տղուն մեծացնում եք ձեր սիրով, դաստիարակում եք իրան ճիշտ բաների մեջ, ցույց եք տալի տարբերությունը ճիշտի եւ սխալի, եւ ինչպես որ ամեն հայրերն են անում, պաշտպանում եք իրանց չար մարդկանցից, փորձանքից, գնում եք, աշխատում եք, բերում եք, տալիս եք, ապահովում եք իրան, որ լավ ապագա ունենա։ Եվ մի օր ձեր տղան գալիս է եւ հետեւյալ խոսքն ասում, գիտես, այս ամեն ինչ որ արել ես լավ է, բայց ես այն նույն ցանկությունները, որ դու ունես, ես չունեմ։ Գիտես, իմ փափակը այն չի, որ ես քո հետ լինեմ։ Ես այլևս չեմ ուզում քո հետ լինեմ։ Ես ուզում եմ գնամ իմ համար։ Իմ համար, իմ ընկերներիս հետ ես քեֆ անեմ, անելով այն բաների մեջ հաճույք տանեմ, որ դու ինձի սովորացրել ես, որ մի արա։ Դուք ոնց կզգայիք։ Ձեր սիրտը կվիրավորվեր, չէ՞։ Կվիրավորվեր, թե ոչ։ Կվիրավորվեր, կմտածեիր, որ այս իմ տղաս ինձի չի սիրում։ Այն բաներն է ուզում անի, որ գիտի, որ ինձի վիրավորում է։ Եվ տեսնում ենք շատ նման պատմություն, որ Հիսուսն է այս առակը տալի, անառակ որդու Ղուկաս 15:11-ում։ Եվ տեսնում ենք, որ այս տղան այդ ամեն ասելուց հետո գալիս է այսպես է ասում, որ ես գիտեմ, որ ես ժառանգություն ունեմ։ Ես իմ ժառանգությունս եմ ուզում։ Ես ուզում եմ, որ այդ քո լավ բաները, որ ունես, վերցնեմ ու հետո գնամ իմ քեֆերիս հետևից։ Եվ տեսնում ենք հայրն ինչքան բարի է, ինչքան խորն է իր սերը, որ գալիս է այդ վիրավորանքից հետո տալիս է իրան։ Ասում է առ գնա։ Եվ տեսնում ենք, որ այդ տղան գնում է եւ կորցնում է լրիվ իր ժառանգությունը, անելով այն բաները, որ հայրը չէր անում։ Գիտեք, շատ ինքը իրա վրա է կենտրոնացած լինում, որ այդ քայլերը վերցնում է, չէ՞։ Մի մոմենտ չի մտածում, որ միգուցե սխալ է, որ ես վիրավորեմ իմ հորս։ Միգուցե ես հայրիկս, որ այսքան ինձի սիրել է այս տարիների ընթացքում, միգուցե ես էլ իրան պետքա սիրեմ, էդի չի մտածում, մտածում է, որ ես եւ իմս, ինչ է իմ համար։ Եվ դրանից հետո տեսնում ենք, որ այդ ճանապարհն իրան տանում է ցավի մեջ։ Սիրելիներ, ինչպես որ գիտեք, երբ որ մենք հեռվանում ենք Աստծո ճանապարհից, ավտոմատ ցավը գալիս է մեր կյանքի մեջ։ Ավտոմատ չարը առիթ է ունենում։ Չէ՞։ Ինչ որ այն ժամանակ, որ մենք հոր մոտ ենք, իր տան մոտ ենք, իր խոսքի մեջ ենք բնակվում, Տիրոջ գեբնական պաշտպանությունը, հայրական պաշտպանությունը մեր վրա է։ Այն ժամանակ, որ մենք հեռվանում ենք իրանից, չարն իր թույնը թափում է։ Եվ այդպես է լինում անառակ որդուն, թույնը որ թափում է, բան չի մնում։ Նայում է, տեսնում է, որ աղքատության մեջ է ինքը։ Նայում է եւ տեսնում է, որ խոզի այդ կուտն է ուտում, այդ վիճակին է հասի։ Եվ հիշում է իր անցյալը, հիշում է իր բարի հայրիկին, որ իրան սիրում էր, որ իրան տալիս էր իր կարիքները, եւ իրան ասում էր, որդիս, այս է ճիշտ ճանապարհը, մոռանում ա դրանք։ Եվ այս մոմենտին է, որ հիշում է, հետաքրքիր է,
չէ։ Հեշտ ժամանակը, այն ժամանակ, որ ամեն ինչ ուներ, մոռացել էր Աստծո բարիությունը։ Այս մոմենտին, որ ամեն ինչ կորցնում է, նոր հիշում է։ Սիրելիս, թող որ չսպասենք մինչև որ կորցնում ենք, որ հիշենք Աստծո բարիությունը։ Թող որ այն ժամին, որ Տերը օրհնությունն է տալի, հենց այդ մոմենտին գնահատենք։ Բայց տեսնում ենք, որ ինքը այդ ժամին, որ դժվար մոմենտին է վերադառնում է հոր մոտ։ Եվ ասում է, որ իմ հայրիկիս տունը այնտեղ գոնե ծառաները ուտելիք ունին։ Այնտեղ ամեն ինչ լավ էր։ Եվ ինքը գնում է եւ ապաշխարում է հորը։ Եվ այս խոսքն է ասում, ես Աստծո դեմ մեղք եմ գործի եւ քո դեմ, հայրիկ ջան։ Ինձի ների։ Եվ ինձի ընդունի իբր թե մի հատ ծառա։ Չէ որ տղատ։ Եվ այս խոսքից հասկանում ենք, որ խոնարհության խոսք է, խոնարհվում է։ Եվ իսկական էս ապաշխարությունը, այո։ Եվ հայրիկը տեսնում է իր սիրտը հերվից վազում է եւ իրան գրկում է եւ ընդունում է իբր թե երեխա եւ որդի։ Եվ սիրելիներ, գիտեք, այս ամեն ինչի մեջ Աստված մարդուն ազատ կամք է տալի եւ ամեն այս քայլերի մեջ էլ ինքը սիրում է մեզ։ Ամեն քայլերի մեջ սիրում է։ Բայց Տերը նայում է, որ տեսնի իրոք մենք իրան սիրում ենք, թե ուզում ենք իրան վիրավորենք։ Գիտեք, չարն էլ նույնպես այս ամեն ինչի մեջ ինքն էլ դերն է կատարում իրա։ Գիտեք, չարը իր մեջ սեր չկա։ Չարի մեջ կա ատողություն եւ ջոկություն։ Եվ բայց միշտ չարին տեսնում ենք մարդու հետ գալիս է եւ ուզում է որ մարդը մեղք գործի։ Եվ ինչպես որ գիտեք, գալիս է Եվային ինչ է ասում, ասում է դու Աստծո խոսքի հակառակ գնա։ Եվ Աստված այդ պատիժը, որ ասել է, որ մահ կլինի, չես մեռնի։ Հիշում եք այդ խոսքը։ Չես մահանա։ Մեղքը գործի, ամեն ինչ լավ կլինի։ Եվ տարբեր տեղեր տեսնում ենք, որ ուզում է տանի մեղքի մեջ։ Ինչն է պատճառը։ Հեչ մտածել եք դրա մասին։ Չարն ուզում է, որ վիրավորի Աստծուն եւ Աստծո հայրական սիրտը։ Բայց ուղղակի չի կարող խփի Աստծուն։ Շատ թույլ է չարը։ Բայց գիտես մի բան կա, որ վիրավորում է Աստծո սիրտը։ Եվ Աստծո սիրտը վիրավորվում է, երբ որ տեսնում է, որ այն մարդուն, որ իր կերպարանքով է ստեղծի, որոշում է, որ իր դեմ գնա։ Մեղ գնա, սիրելիներ, որ Աստծուն վիրավորում է։ Եբրայեցիս 6:6 հետևյալ խոսքն ասում է, եթե մեկը Աստծո բարիությունը ճանաչի եւ հետո հերվանա, մեղքի մեջ գնա, այսինքն։ Եվ հետո նորից ուզենա հետ գա, այդ մարդը ոնց որ վիրավորել է Հիսուսին, խաչել է։ Նորից ուզում է խաչի Հիսուսին։ Վիրավորանք է։ Դրա պատճառով չարն ուզում է մեր միջոցով Աստծուն վիրավորի։ Հասկանում եք, այդ է նպատակը չարի։ Չարը, որ գալիս է փորձանքի մեջ տանի, պետք է հիշենք։ Չարի նպատակը դրա մեջ ուզում է մեր միջոցով վիրավորի Աստծուն։ Եվ պետք է իրան ասենք ոչ։ Ճիշտ է։ Հովհաննես 2:15-ը այսպես է ասում։ Ասում է, եթե դու աշխարհին սիրում ես, գիտեք այս աշխարհը ումինն է, չարինն է։ Ասում է, եթե դու այս աշխարհին սիրում ես, Հայր Աստծո
սերը քո մեջ չի։ Մենք պետք է առանձինանանք։ Մեր սերը աշխարհի սերը չի եւ չենք սիրում ու հետևում աշխարհի այդ բաներով։ Եվ ուզում եմ մեկ քիչ խոսամ, որ ինչպես ենք կարող գնանք դեպի այդ ճանապարհը սիրո։ Գիտեք, Անարակ որդին ճանապարհ ուներ, որ ինքը քայլեց, մինչ որ հասավ հորը։ Եվ այդ ճանապարհի մեջ տարբեր քայլեր կա։ Անցած շաբաթ մենք նշեցինք Պենտեկոստեի օրը։ Եվ ինչպես որ մենք քիչ խոսացինք, աշակերտները հավաքվեցին ինչպես միաբան ձևով։ Իրանք հավաքվեցին իրանց գլխու թե Հիսուսի ասացի համեմատ։ Հիսուսն իրանց ասել էր, որ կգնաք եւ կհավաքվեք եւ կսպասեք եւ երկնքից ձեզի ուժ կգա։ Գիտեք, եւ իրանք որ այս գործն արեցին, շատ զարմանալի բան եղավ։ Տեսնում ենք, որ Աստծո կրակն իջնում է։ Աստծո Սուրբ Հոգին կրակի պես իջնում է այդտեղ։ Գիտեք, կրակը Աստվածաշունչի մեջ տարբեր տեղեր կրակի մասին է խոսվում։ Կրակի հատկությունն ինչ է։ Կրակը մաքրում է։ Կրակը հաճախ տեսնում ենք հին ուխտի մեջ, որ այսպես է ասում, որ ինչպես որ կրակը մաքրում է ոսկուն եւ ավելի շատ արժեքավորացնում է իրան, այսպեսի Աստված ուզում է մեզի մաքրի։ Եվ իր հոգին, գիտեք, սուրբ է Աստծո, եւ տանում է դեպի սրբության, եւ վառում է այն բաները, որ իրան դուր չի գալի։ Բայց որ այդ քայլն անի Աստված, մեզանից մի բան է պահանջում։ Մեզանից պահանջում է, որ հնազանդվենք իրան։ Հնազանդվենք իր Սուրբ Հոգուն։ Հակոբոսին մեջ շատ գեղեցիկ խոսք կա եւ մեծ գաղտնիք է էսի սիրելիներ։ Ասում է հանձնվեք, հնազանդվեք Աստծուն եւ հետո չարին մերժեք եւ նա ձեզանից կփախչի։ Աշակերտները հանձնվեցին Աստծո Հոգուն։ Իրանց Հիսուս օտար տեղ ասում է, եթե մեկն իր անձը կորցնի, ով է իր անձը կորցնում, մեկը որ հանձնվել է Աստծուն։ Իրանք որ իրանց կորցրան, իրանք որ հանձնվեցին Հիսուսի խոսքերին եւ Սուրբ Հոգուն, այնտեղ Սուրբ Հոգին իջավ եւ տեսնում ենք Գործք առաքելոս 4-րդ գլխի մեջ տեսնում ենք Սուրբ Հոգու պտուղներն աշխատում է, գերբնական պտուղները։ Տեսնում ենք, որ այդտեղ առաջի պտուղը իրարու սիրում են։ Իրարու մեջ միաբանություն է լինում։ Գրված է մեկը մյուսին բարի գործերով դիմավորում են։ Տեսնում են մեկը դժվարության մեջ է, իրան հետ կիսվում էին, օգնում էին իրարու։ Սրանք Սուրբ Հոգու եւ Աստծո պտուղներն է։ Սիրելիս, դու կուզես այս բաներն ունենաս քո կյանքի մեջ եւ քո ընտանիքի։ Տիրոջ մեջ է միայն։ Այս պտուղներից հասկանաս, որ մեկն իրոք Տիրոջ մեջ է թե ոչ։ Գիտեք, մենք գիտենք, որ չարն ինչ պտուղներ է բերում։ Չարը ուզում է քանդի։ Անգլերենով ասում է the enemy comes to steal, kill and to destroy։ Բայց Աստված ուզում է մեզի բերի կյանք։ Եվ այդ կյանքը բերում է իր սիրով եւ իր հոգու միջոցով։ Սիրելիներ, պետք է հանձնվենք իրան։
հանձնվենք իրան։ Չարն ուզում է խառնի այս խոսքը, որ ուզում եմ տամ, սրա պատճառով է լինում, բայց կողպում ենք չարի զորությունը, չարը պարտված է, ամեն, Հիսուսը փառավորված է, Տիրոջ հոգին պետք է լինի մեր մեջ, սիրելիներ, Տիրոջ հոգին գալիս է վառում է, օտարտեղ Հիսուսն ասում է, այգեբան գալիս է և էտում է, այն ճյուղերը, որ պտղաբեր չեն, կտրում է, և այն ճյուղեր կան, որ չոր են, կպած չեն Հիսուսին, ըտրանք ինչ է լինում, վառվում են ըտրանք, և Տիրոջ սուրբ գործն է, էտի, որ ինքն անում է, Տերը իր սիրո միջոցով փոխում է մարդկանց, մենք հանձնվելով Հիսուսին և Սուրբ Հոգուն փոխվում ենք, նույնը չենք այլևս, սա Տիրոջ ծրագիրն է, և առաջի այդ պտուղը սերն է, և շատ գեղեցիկ համար կա, Հովհաննես 14:15, որ ասում է, սկսում է նորից սիրով, սիրելիս, եթե դու այս սերն ունես, իմ պատվիրանները կկատարես, այն ժամանակ գիտես փոխվում է մեր priority-ները, գիտեք սիրելիներ, սերն Աստծո մեզի տանում է եսակենտրոնությունից դեպի սեր, սիրել Աստծուն և սիրել օտարներին, սերն Աստծո մեզի տանում է կապանքից և մեղքից և դարձնում է Աստծո հետ սիրահարված, ուզում ես սիրահարվես, սիրահարված լինես, գիտեք ընդրանք, որ սիրահարված են, զարմանալի բաներ են անում, սար են բարձրանում, ահավոր իրավիճակներով են անցնում, մինչև որ իրանց սիրահացին, իրանց սերը ցույց տան, գիտեք, շատ պատմություններ կա այդպես, ինքներդ գիտեք, և տեսնում ենք Սուրբ Հոգու գործն այդ սիրո միջոցով իր աշակերտների կյանքերի մեջ, գիտեք, այդ Սուրբ Հոգու սիրո պտուղը Պետրոս առաքյալին, որ ուրացավ Հիսուսին 3 անգամ, տանում է, որ ինքը նահատակվի Հիսուսի համար, էդի Սուրբ Հոգու սերն էր, հասկանում եք, սերը մենակ խոսք չի, սերը հայտվում է գործերով, և Հիսուսն ասում է պտղից կճանաչես, իրա պտուղներով երևում էր, սիրելիներ, սերը ամենագեղեցիկն է, և նրանք, որ Տիրոջը սիրում են, հորը սիրում են, չեն վիրավորում իրան, ամեն, և այս նույն սիրովն է, որ Տերը մեզի կանչում է, որ մեկը մյուսի սիրենք, Հիսուսն ասեց, նոր պատվիրան եմ ձեզ տալի, որ մեկը մյուսից սիրեք, և ձեր երկրային հայրերին նույնպես, այդ խոսքի մեջ է, գիտեք, հայրերի սերը մի քիչ տարբեր է, հայրիկները մեկ որը ժամանակ ստենց խոսք է լինում, որ մեկ քիչ կոպիտ են ավելի շատ մամաներից, ավելի ստենց տարբեր են, ես ինքս, ինչպես գիտեք, պուճուրիկ ունենք, մեր բալիկը 3 դարձավ 2 ամսական, ինչքան արագ անցավ ես 2 ամիսը, չէ, 2 ամսական դարավ, շատ համով բալիկ է, և մեկ ես չեմ կարողանում ինձի զսպեմ, իրանց սիրում եմ և պաչում եմ իրան, և իմ բեխերս մեկ քիչ ծակում են իրան, դժբախտաբար, բայց դե դայք սիրում ենք,
Եվ մեկ քիչ կուզենամ, որ մենք այսօր նույնպես հիշենք հայրերի սերը։ Երկրային հայրերն էլ նույնպես իրանց սերերն ունեն։ Շատ անգամ խոսում ենք մայրերի սերի մասին, այսօր հայրերի տոնն է եւ հայրերին էլ հիշում ենք իրանց սերը եւ քայլերը։ Գիտեք, հայրերը իրանց սերն ավելի շատ պաշտպանողական սեր է, պաշտպանում է երեխային, չի ուզում վնասի մեջ հայտնվի։ Հայրը տալիս է երեխու կարիքները, չէ, հոգ է տանում երեխու համար։ Հայրը նույնպես բարի խորհուրդներ է տալի եւ դիսցիպլին է անում երեխաներին։ Գիտեք, որոշ ժամանակ չեն սիրում մարդիկ, որ դիսցիպլին անեն։ Եվ էտրա պատճառով երեխան տեսնում ենք, որ սխալ ճանապարհի մեջ է մտնում։ Բայց գիտեք, ստատիստիկաները մեկ քիչ ես որ նայում էի, այն ընտանիքների մեջ, որ հայր չկա, այդ երեխաները գնում են հաճախ գանգերի մեջ։ Գիտեք էդի, քանի պատիկ շատանում է շանսը։ Այն ընտանիքների մեջ, որ հայր չկա, գնում են թմրանույթ դեղերի հետևից։ Չարն այսպիսի խփում է երեխաներին։ Գիտեք, Աստված հատուկ այսպես դիզայն է ստեղծի։ Ընտանիքը Աստծո ստեղծագործությունն է։ Եվ դրա միջոցով Տերն ուզում է օրհնի ընտանիքին։ Եվ գիտեք, մի հատ քանի հատ ձեզի օրինակ կտամ հայրիկների սերը։ Եթե մի հատ ընտանիք գնում է ճամփորդություն եւ իրանց ավտոմեքենայով գնալով ակը փչանում է, ով է դուրս գալի որ սարքի։ Հայրն է, չէ՞։ Մի հոգի վերջից ասեց մաման է։ Այդ մամայի հետ կուզենամ ծանոթանամ։ Քույրը ձեռ բարձրացրեց։ Փառք Հիսուսին այդ մամանների համար էլ։ Բայց ուղղակի հաճախ էսի լինում է հայրը, հայրիկն է դուրս գալի եւ այդ գործով սպառում է։ Եթե գիշերը տան մեջ անձրև է գալի, ջուրը կաթում է երեխաների գլխին, կտուրը ծակ է լինում, ով է բարձրանում եւ հարցերը լուծում։ Հայրիկն է։ Խեղճ հայրիկը տան շինարարությունն անում, խորովածն անում, մեր եղբայրն էլ շփտում է, այո։ Խորովածը հայրն անում, այս բաներով, գիտեք սիրելիներ, ամեն մեկս Աստված մեզի տարբեր է ստեղծի, ամեն մեկս մեր գեղեցկությունն ունենք։ Այո, եւ ամեն մեկս պետքա իրարու հարգենք, եւ պետքա իրարու սիրենք, եւ պետքա հասկանանք Աստծո ծրագիրը այդ ամեն ինչի մեջ։ Գիտեք, չարը հաճախ գալիս է եւ սենց ուզում է միտք բերի, որ competition է ոնց որ մայրերը մի կողմ, հայրերը մի կողմ եւ իրարու հարցակվում են եւ ուզում է որ վիրավորանք բերի այդ ընտանիքի մեջ։ Մենք թույլ չտանք, սիրելիներ, թույլ չտանք։ Գիտեք, Եփեսացիս 6:1 Աստված իր ծրագիրը այսպես է ասում. Երեխաներ, ձեր քրիստոնեական պարտականությունն է, որ ձեր ծնողներին լսեք, որտեղ որ ճիշտ բան են անելու։ Հարգեցեք ձեր հայրիկներին եւ մայրիկներին։ Եվ այս առաջի պատվիրանն է, որ հետը խոստմունք ունի։ Եվ այս խոստմունքն ասում է, որ որպես ամեն ինչ լավ լինի քո մոտ եւ դու երկար կյանք ունենաս։ Այք Աստված ասում է իմ օրհնությունը գալիս է այս ճանապարհով։ Ամենս ուզում ենք երկար կյանք ունենանք, չէ՞։ Ամենս ուզում ենք որ մի գործ ենք անում, լավ լինի, դրա հետևյալքը, չէ՞։ Հաճախ էլ գալիս ենք եկեղեցի, աղոթում ենք սրա մասին, կամ հովիվի մոտ ենք մոտ կանում ու ասում ենք աղոթենք,
Եվ տեսնում ենք, որ հրաշքներ ա կատարվում բայի տակ։ Ինչպես որ մեր քրոջ հետ, մեր քույր Լիդան, խնդրեմ մի վարքյան, գիտեմ մեկ քիչ ամանչում եք, բայց մի վարքյան քույրը կանգնի։ Գիտեք, մեր քույր Լիդան եկավ եւ մոտ կացավ եւ ասեց, որ այս աղոթքի նյութն ունեմ եւ կուզենամ, որ աղոթենք։ Եվ միաբանվեցինք եւ աղոթեցինք։ Եվ գիտեք, ես էլ նույն բանն իրան ասեցի, որ Տերը իր ճանապարհն ունի օրհնության։ Եվ այդ ճանապարհը իր արդար ճանապարհն է, որ իր խոսքի մեջ գրված է։ Երբ որ մենք ենթարկվում ենք իր խոսքին, հանձնվում ենք իր խոսքին, ոնց որ ինքն իր ներկայությունը, որ գերբնական է, հրաշք բերող ներկայությունը փոխում է լրիվ։ Եվ այդ նույնն էլ եղավ քրոջ կյանքի մեջ։ Եվ գիտեք, այսօր այդ իր աղոթքի պատասխանը ստացել է։ Եվ գիտեք, այսօր ինքն էլ մեզի հյուրասիրում է մյուս սրահում։ Մենք ուտելու ենք պիցա, որտեղ քույրը ուրախությունով ասո, իր սիրտը լցված է եւ ուզում է փակ տա Տիրոջը։ Խնդրեմ մի հատ ծափ տանք Տիրոջը, որ աղոթք լսող Աստված է։ Այո։ Եվ սիրելիներ, ամեն այս բաների մեջ Տիրոջ ճանապարհով մենք պետք է ենթարկվենք։ Մենք մերակ մեր ուզենալովը չի։ Մի վարքյան մենք պետք է մեր իրավիճակից մեր հայացքը վերցնենք եւ մեր հայացքը դնենք Աստծու վրա։ Մեր հոր վրա, որ երկնքում մնա։ Իրոք մեր քայլերը մեր կյանքի իրան հարգում ենք, թե ոչ։ Իրոք սիրում ենք, թե ոչ։ Եթե մենք սիրում ենք, Տերն ասում է, ինչ կլինի։ Թող որ սիրենք եւ խնդրենք, որ Տերն այդ սերը դնի մեր սրտերի մեջ։ Ամեն։ Սերը Աստծո գործով է հայտնվում։ Եվ այս հայրերի տոնում ես կուզենամ, որ միաբան ամենովի աղոթենք եւ իմ սրտից մեջ սիրելիներ, զգում եմ, որ պետքա հատկապես աղոթենք Սուրբ Հոգու ներկայությունը եւ իր պտուղները։ Աշխարհի մեջ չկա։ Եվ հաճախ մարդիկ սրա հետևից են։ Դատարկություն ասիրելիներ։ Մարդիկ ես իմ եղբայրների հետ, քույրերի հետ գնացել ենք եւ ծառայում ենք հոմլեսներին անցած օրը։ Եվ ես նայեցի այս մարդկանց եւ գիտեք երիտասարդները այդտեղ լիքը կային, թափած փողոցներում, լրիվ իրանց հույսը կորցրած։ Եվ դրանցից մեկին ես մոտ կացամ, ասեցի, ինքն էլ սենց պապիրոսը ձեռքին ծխում էր, իր ընկերն էլ կողքին սենց ուշքը գնացած այդ դրագերի վրա ընկած էր փողոցի կողքին։ Ասեցի, գիտես, որ Տերը բարի ծրագիր ունի քո համար։ Գիտես, որ Տերը քեզի սիրում է եւ ինքը հույս ունի քո համար։ Չարի ճանապարհները, սիրելիներ, տանում է դեպի անհույսություն, տանում է դեպի անեծք։ Տիրոջ ճանապարհը տանում է դեպի կյանք, տանում է դեպի հույս, տանում է դեպի ուրախություն, տանում է դեպի խաղաղություն եւ տանում է դեպի Իրան։ Գիտեք, լրիվ պատասխանը իրա մեջ է։ Փնտրում ես դու Տիրոջը։ Իրոք փնտրում ես ամբողջ քո սրտով։ Այսպես է ասում Աստծո խոսքը. Those who diligently seek him shall find him. Ամբողջ մեր սրտով պետքա փնտրենք իրան եւ կգտնենք։ Կիսատ պրատ չի։ Կիսատ պրատները գաղջ քրիստոնյաներն են։ Դժբախտաբար լիքն են այսօրում։
այս գաղջ քրիստոնյաները Տերը չի ընդունում։ Թող որ աղոթենք, որ Տերը մեզի փոխի եւ բերի իր ծրագիրի մեջ։ Ամեն։ Եվ Տեր ջան, գալիս ենք միաբան սրտով եւ Գաղաթացիս 5 chapter-ի մեջ, որ կարդում ենք քո Սուրբ Հոգու պտուղները, Տեր ջան, որ առաջինը սերն է։ Տեր ջան, քեզ ենք հրավիրում։ Տեր ջան, մեր ճանապարհը մենք դավանում ենք, որ ծուռն է, չենք կարող։ Բայց դու, Տեր ջան, քո հոգին է մեզ պետք։ Քո հոգին է մեզ պետք, որ մեկը մյուսի սիրենք։ Քո հոգին է մեզ պետք, որ մեկը մյուսիս չվիրավորենք։ Քո հոգին է մեզ պետք, որ չարի դիմաց կանգնենք։ Եվ դու ասեցիր, ոչ մի բան չեք կարող անի առանց ինձ, առանց քեզ, Տեր ջան, ոչ մի բան չկա։ Փառքը լրիվ քոնն է, Տեր իմ Հիսուս ջան, հատուկ կաղոթենք քո գերբնական ներկայության համար, քո Սուրբ Հոգու համար, մեր ընտանիքների մեջ դու իշխի, Տեր ջան, հրավիրում ենք քեզ ներս այս վայրում դու իշխի, կաղոթենք, որ քո կրակը այստեղ իջնի, Հիսուս Քրիստոսի անունով, վառի ամեն ինչը որ չարիցն է, Հիսուս Քրիստոսի անունով, հրաժարվում ենք բոլոր այն դուռերը, որ դիվական, որ չարն ուզում է ներս մտնի, հակառակում ենք եւ դուրս Հիսուս Քրիստոսի անունով, դուրս Հիսուս Քրիստոսի անունով, դուրս Հիսուս Քրիստոսի անունով, եւ այս տունը պետքա լինի Տիրոջ տունը, 100-ից 100%, Տիրոջ կրակը թող որ վառի բոլոր դիվական հոգիները, որ կուզենան խանգարեն, որ կուզենան չեզոքացնեն եւ փչացնեն, քո կամքը կատարվի այստեղ Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուս Փրկիչիս անունով եւ սիրով իշխի այս տան մեջ, ինչպես որ աշակերտները քո սերը եւ քո միաբանությունը այնտեղ իշխում էր։ Հիսուս Քրիստոսի անունով աղոթում ենք եւ հրավիրում ենք։ Սուրբ Հոգի ջան, սիրում ենք քեզ Տեր, սիրում ենք քեզ Տեր, սիրում ենք քեզ Տեր։ Աղոթեմ, որ դու մեզ ազատագրես, մեզ չարին, նրանց, որ կապանքի մեջ են, նրանք, որ չար են ուզում անիծի իրանց ապագան, մեր պատերազմը մարդկանց հետ չի, արյան հետ չի, մեր պատերազմը չար հոգիների դեմ է, և չարը գալիս է, որ խափի, աղոթենք, որ չարի գործերը քանդված լինի Հիսուս Քրիստոսի անունով, քանդված լինի Հիսուս Քրիստոսի անունով եւ քո կամքը կատարվի, քո գործը կատարվի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Տերն օրհնի ամենիդ։ Գիտեք սիրելիներ, Տերը ձեզ սիրում է։ Միշտ հիշեք էդի։ Տերը ձեզի սիրում է։ Ամենալավ ծրագիրն ունի։ Ես այդ նույն բանն ասեցի այդ անձնավորության, այդ հոմլեսին։ Գիտես նայեցի ես իր աչքերի մեջ եւ տեսա, որ ինքը բաց էր։ Եվ ինքը ուզում էր ստանալ։ Եվ իր այդ ասի կուզես աղոթենք եւ ասեց այո։ Եվ եկավ ինքը եւ իր անկերը եւ այդտեղ աղոթեցինք։ Սիրելիներ, Աստծո ծրագիրն է սա։ Աստված վերցնում է, նա որ անառակ որդու պես չարը քանդել է իր կյանքը եւ բերում է դեպի մաքրություն, բերում է դեպի հույս եւ ապագա
Սա Աստծո ծրագիրն է։ Թող որ մենք վստահելով Տիրոջը եւ իր հոգուն շարունակաբար այս աղոթքը ես կուզենամ, որ ամենը եկեղեցու մեջ աղոթենք սիրելիներ։ Աստծո խոսքն ասում է, եթե դուք որ երկրային հայրեր եք, լավ բաներ եք ուզում ձեր երեխաների համար, ինչքան ավել ձեր հայրը, որ երկնքում մնա, ձեր համար կտա ձեզ այն լավ բաները, որ ուզում եք։ Եվ ամենալավը, գիտեք, Սուրբ Հոգին է։ Ամենալավն է։ Ավելի լավ անձնավորություն չկա։ Աստված է եւ պետքա լինի։ Եվ երբ որ նա լինի մեր մեջ, կերևա։ Եվ սիրելիներ, նույնպես ես էլ կուզենամ ավելացնեմ, որ եթե ձեր հայրիկին արդեն չեք ասի, որ ես ձեզ սիրում եմ եւ ես ձեզ հարգում եմ, խնդրեմ, որ հաստատ այսօր իրան զանգեք, իրան ասեք ես ձեզ սիրում եմ, ես ձեզ գնահատում եմ, ձեր արածը, ձեր զոհաբերությունը եւ ձեզ սիրում եմ եւ մի հատ իրան գրկեք։ Ամեն, թող որ սիրո մեջ բնակվենք։ Ամեն, Փառք Հիսուսին։ Եվ հիմա կբերենք մեր նվերներն Աստծո առջև եւ քույրերին կխնդրեմ, որ կան առաջ եւ կաղոթենք նվերների համար։ Տեր իմ Հիսուս ջան, փառք ենք տալի քո սուրբ անունդ։ Շնորհակալ ենք, որ դու առաջ տվեցիր Հայր Աստված քո միածին որդուն, որպեսի քո միջոցով, Հիսուսի միջոցով մենք ունենանք հավիտենական կյանք։ Գնահատում ենք քեզ Տեր ջան եւ կաղոթենք, որ օրհնես տվողին եւ օրհնես իրանց տունը, իրանց բիզնեսը եւ իրանց կյանքը։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։ Եվ այս բանն էլ նույնպես կուզենամ ասեմ, որ հայրիկների համար այսօր քույրերը գեղեցիկ նվերներ են պատրաստի եւ ձեզի կտան դուրս գնալուց եւ գիտեք սիրելիներ, սերն է վերջը։ Այս ամեն ինչի մեջ մենք պետքա սիրենք եւ սիրում ենք։ Ամեն։ Եվ գիտեք, մի քանի հատ էլ ես հայտարարություն կուզենամ կիսվեմ ձեր հետ, ինչպես որ գիտեք, մենք չորեքշաբթի օրերն ունենք աղոթքա ժողով եւ Bible study, կարող եք գաք մասնակցեք եւ միասին այսպես նայեք աղոթքով մենք մոտկանում ենք Աստծո գահին։ Աղոթքով մենք մեր սիրտը հանձնվում ենք Աստծուն։ Եվ այս աղոթքա ժողովը լինում է չորեքշաբթի օրերը, առավոտվա ժամի 10-ին եւ նույնպես էլ ունենք երիտասարդների ժողով եւ գիտեք ես երկար ժամանակ էլ նույնպես ուզում էի որ ունենայինք տնային ժողով եւ անցածում էլ ասեցի որ խնդիրներ առաջացավ եւ այն ժամանակ էլ մենք փոքրիկը մեր հələ որ չեր ծնվել տարբեր տեղ խնդիրներ կար աստղիկի հետ մի քիչ դժվար էր որ նա հղի էր հիմա մեր բալիկը մեծացել է եւ ավելի հիմա կարող ենք մի խոսքով ուզում ենք որ մենք անենք աղոթքի ժողով մեր տանը եւ լինելու ասրանք ուրբաթ գիշերները Եվ եթե կուզենաք, նույնպես գաք, մասնակցեք մեր տնային խմբակը, լինում է մեր տանը և մենք ուղղակի Աստծո խոսքն ենք կարդալու, աղոթելու ենք և այնտեղ շփվելու ենք իրար հետ։ Գիտեք, այդ շփումը բերում է միաբանություն։ Շփումը կարևոր է։ Աստծո խոսքն ասում է, որ շփումը միք մերժի որ մեկը մյուսիդ հետ շփվում եք։ Այսօր էլ նույնպես շփվելու ենք մյուս սրահում, գրավիրեմ որ ամեն մեկդ էլ մասնակցեք
քրոջն էլ նույնպես շնորհավորեք եւ այո քաչալերեմ ամենդ որ մասնակցեք եթե կուզենաք գաք մեր խմբակը ժողովից հետո խնդրեմ մոտ կանակ կամ Աստղիկին կամ ինձ եւ ձեր հեռախոսի թիվը որ տակ մենք կարող ենք ձեր հետ կապվենք եւ ասենք exactly ոնց ենք դա անելու որ ամենով դել մանրամասը հասցեն եւ այլը ունենաք okay